Այսօրվա ասուլիսի նպատակը որոշակի պարզաբանումներ տալ և ներկայացնել իրավիճակը պայմանավորված քրեական օրենսգրքի 236 հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում իրավակիրառ պրակտիկայում սխալ, այս պահին արդեն կարող ենք վստահ ասել, կիրառման հետևանքով բազմաթիվ ապօրինի քրեական հետապնդումների վերաբերյալը, այս հոդվածի վերաբերյալ, ինչպես գիտեք, Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5 դեռևս 2024 թվականի հունիսի 21-ին ներկայացրել էր դիմում Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը դիմումի քննությունը կասեցրել էր և դիմել էր Վենետիկի հանձնաժողովին խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով և վերջերս արդեն ստացվել է խորհրդատվական կարծիքը, որով հաստատվել է թե դիմումատուների, թե մեր իրավապաշտպան գործընկերների համատեղ այն տեսակետը, որտեղ որ մենք հստակ ձևակերպել էինք, որ չի կարող հավաքների կազմակերպման, անցկացման, նյութական շահագրգռվածության առկա ձևակերպումը քրեական օրենսգրքի լինել իրավաչափ, ավելին, այն իր իրավական որոշակիության տեսակետից անհստակության բարձր աստիճանով օգտագործվել է քաղաքական իշխանությունների կողմից պատվեր իջեցնելու իրավապահ մարմիններին, որպեսզի հարուցվեն և իրականացվեն բազմաթիվ քրեական հետապնդումներ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դրանով անցնում են թե քաղաքական կուսակցություններ, ինչպիսին Դաշնակցությունն է, թե շարժումներ և թե նաև անձինք, անհատներ և բազմաթիվ են դեպքերը, երբ որ ուղղակի իրավապահ մարմինները անտեսելով մարդու հիմնարար իրավունքը, ազատությունները պայմանավորված հավաքների անցկացման մասով կիրառել են սխալ կերպով և անազատության մեջ են պահել մարդկանց, այսինքն նաև բազմաթիվ դեպքերում կալանքներ են եղել, այդ կալանքները առանձին դեպքերում անցել են 2 ամսից և ավելի ու նաև մենք ունենք դատական ակտ, ըստ էության, որով ըստ էության հակասահմանադրական, հակամիջազգային իրավունքի տեսակետից մեկնաբանությունը կիրառվել է, մասնավորապես Ավետիք Չալաբյանի նկատմամբ, իսկ կալանքների և իրավունքների սահմանափակումների մասով դուք ուզում եմ հիշեցնել Դաշնակցության Եղեգնաձորի Վայքի գրասենյակն է ենթարկվել ասպատակումների իրավապահ համակարգի կողմից, Արմավիրի գրասենյակն է ենթարկվել, Արարատի գրասենյակն է ենթարկվել, բազմաթիվ մեր կուսակցական ընկերներ, ներառյալ կուսակցության գերագույն մարմնի անդամներ ենթարկվել են անհամաչափ սահմանափակումների և ըստ էության նաև էլի կան բազմաթիվ դեպքեր, վերջերս էլի տեսակ, որ նոր քրեական վարույթներ էին նախաձեռնվել, էլի այս նույն հոդվածի շրջանակներում, իբրև թե տարբեր հավաքներին, երբ որ մարդիկ մասնակցում են, նաև, եթե չեմ սխալվում, մեր ձևով շարժման շրջանակներում են ապօրինի քրեական հետապնդումներ հարուցվել։ Մի խոսքով, համակարգային բնույթ ունի այս հարցը և չափազանց կարևոր է, ես մեր գործընկերների հետ, պարոն Վարազդատ Հարությունյանի և Վահե Գրիգորյանի, ովքեր ոչ միայն անմիջականորեն ներգրավված են բազմաթիվ գործերով, նաև այս դիմումի պատրաստման շրջանակներում ենք համատեղ աշխատել, ու նաև մեր էլի գործընկերներ կան, որոնք ցավոք այս պահին այստեղ չեն, բայց մենք կանդրադառնանք մանրամասն այս հարցերին